Հայաստանը այս ընտրական պրոցեսներից առաջ հետաքրքիր իրավիճակում է, մի տարօրինակ բան կա, իշխանության հիմնական առաջատար մրցակիցը գտնում է կալանքի տակ 9 ամիս, հաստատիորեն իշխանությունը պայքարում է նրա նկարի դեմ միայն, խոսքի ազատությունը սահմանափակված է, այսինքն մարդը մենք քննչական կոմիտե նամակներ են գրել, պատասխանները դրական չենք ստացել, խոսքի ազատությունը սահմանափակված է իր կողմից։ Սահմանափակված է նաև, այո, դրական չենք ստացել, հաստատում չենք ստացել, ստացել է պատասխան, որ մենք իրավասու չենք դատարանի վճիռը մեկնաբանենք։ Իսկ դա նշանակում է, որ մենք հարցրել ենք, իրավասություն ունի, իրավունք կա, որպեսզի հանդես գա իր դեմքով հայտարարությամբ։ Պատասխանը եղել է այդպես լողուկ պատասխան։ Այս անարդար վիճակի մասին արձանագրումներ արել են նաև միջազգային իրավապաշտպանները, երեք հենց այդ մասին նախնական գնահատողական մոնիթորինգի արդյունքներ են հրապարակվել, ինչ կփոխեն այս հայտարարությունները եւ ել ինչ արձանագրումներ ունեք, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։ Պատկերացրեք մի իրավիճակ մեր երկրում, որը երբեք գրեթե չի եղել։ Իշխանության հիմնական մրցակիցը, ումից իրենք փաստացի վախ ունեն մեծ, սահմանափակված է խոսքով, սահմանափակված է իր ժողովրդի հետ շփման հնարավորությամբ, բայց անգամ դրանից հետո հարցումները, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը աջակցում է Սամվել Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի ուժին, եւ մեր հասարակությունը մեծ փոփոխության կարիք ունի, անգամ իրենց հարցումներով իրենք ընդամենը հասարակության 24%-ի աջակցությունն են վայելում, 75%-ը, 70%-ը մեր հասարակության դեմ է։ Նրանք պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն նկարից են պարտվում։ Ասում են թող հեռախոսը վերցնի լայվ մտնի, նվիրում էին, ես գերեւի միջոցով չվերցրի։ Այսպես պատասխանեմ, դիմել ենք քննչականին, քննչականը պատասխանել է, որ իրավասու չէ մեկնաբանել։ Ասում են պրոբացիան թույլ է տվել։ Պրոբացիան կարող ենք մի հատ էլ դիմել, մեր փաստաբանները 2 անգամ դիմել են։ Բայց եթե այստեղ եմ ասում, եթե հնարավորությունը տրվի, դա շատ կարևոր փոփոխություն է, շատ կարևոր։ Թողնեն նորից կալանքից, ինչ է։ Դուք պատկերացնում եք, մարդը գնում է ընտրության, իր մրցակցին, հիմնական մրցակցից ումից վախենում է, բոլոր սահմանափակումները կիրառում է նրա նկատմամբ, բայց էլի չի կարողանում։ Չի կարողանում։ Դուք ինչ փորձել ճնշել։ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը կարդացել եք, ըստ էության մեղադրանքները դեպի ձեր կողմ են ճնշում է փորձել ճնշել Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է 8 ամիս, դրանից առաջ։ Հետաքրքիր է։ Արտաքին հետախուզական, ես շատ ուրախ եմ, որ մեր երկիրը ունի արտաքին հետախուզական ծառայություն, որի ղեկավարը սակայն Քրիստինե Գրիգորյանն։ Այո, մարդու իրավունքների պաշտպանը, իր նախկին։ Շատ ուրախ եմ, որ ունի այդ ծառայությունը, բայց այդ ծառայությունը միայն ներքին գործերի մասին է խոսում, ոնց որ դարձել է ներքին գործերը մեկնաբանող, երկրի ներքին քաղաքական կյանքը մեկնաբանող կառույց։ Հուսով եմ այդ ծառայությունը շատ մեծ գործ ունի Հայաստանում մեր հակառակորդ երկրների կողմից ազդեցության գոտիների ավելացման դեմ պայքարելու։ Նիստից հաշվի առնելով, որ օրեր առաջ վերաքննիչ դատարանը հաճ բավարարեց բողոքը եւ պարոն Կարապետյանը մնաց տնային կալանքի։ Ես կարծում եմ, որ վերջին հարցումներից հետո, մարդկանց կարծիքի ուսումնասիրություններից հետո նրանց վախը ավելացել է եւ նրանք ամեն ինչ անելու են, որ Կարապետյանը մնա կալանքի տակ, Կարապետյանը չշփվի իր ժողովրդի հետ։ Տնային կալանքի տակ, այո։ Սիմոնյանը իր էջում հրապարակել էր ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, ըստ որի Փաշինյանը վստահության 18%։ Այդ նույն հարցումները 2021 թվականի ընտրություններին ընդդիմությանը 1% ձայն էին կանխատեսում։ Պարոն Կարապետյան, 1% ձայն ընդդիմությանը, երբ ընդդիմությունը հավաքեց 350,000-ի կարգի։ Այսինքն հնարավորությունը բավական լայն է եւ անգամ եթե 21 թվին իրենք այդքան են ասել 1%, հիմա անգամ չեն էլ կարողանում թաքցնել, բայց անգամ իրենց հարցումներով իրենք մեր հասարակության 70%-ը իրենց հետ չի։ Պարոն Կարապետյան, ընտրությունների գեոպոլիտիկ համատեքստին անդրադառնալով
Նա հիմա մեր կողք Ուզում եք մի բան եմ ուզում ձեզ առաջարկեմ, կարելի է։